911 911-ն է Արևիկի եթերում, ողջույն հարգելի ունկնդիրներ։ Դրանց համար, ովքեր առաջին անգամ են լսում 911 հաղորդաշարը, ամեն շաբաթ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների հետ մենք քննարկում եւ ներկայացնում ենք տեղեկատվական օգտակար զրույցների շարք արտակարգ իրավիճակներում երկրաշարժի, հրդեհի, ձնաբքի, սողանքի եւ այլ անսպասելի իրավիճակներում պաշտպանվելու համար։ Այդ հարցում մեզ օգնում է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Հավլետ Մաթևոսյանը։ Բարև ձեզ, պարոն Մաթևոսյան, շնորհակալ ենք, որ կրկին մեզ հետ եք եւ պատրաստ եք ձեր փորձն ու գիտելիքը փոխանցել Արևիկի ունկնդիրներին։ Բարև ձեզ, ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Դուք մեզ իսկապես օգնում եք խոճապի չմատնվել, չընկճվել եւ սթափ լինել ցանկացած իրավիճակում։ Հայտնեմ մեր ունկնդիրներին, որ այս եւ առաջիկա մի քանի հաղորդումների ընթացքում խոսելու ենք քաղաքացիական պաշտպանության մասին։ Ձեր օգնությամբ կհասկանանք, թե որ դեպքում եւ ինչպես պետք է կազմակերպվի քաղաքապաշտպանությունը եւ համապետական ինչ միջոցառումներ պետք է իրականացվեն, եթե բնակչությանը վտանգ է սպառնում։ Քաղաքացիական պաշտպանություն ասելով պետք է հասկանալ պարզապես միջոցառումների համակարգ, որոնք ուղղված են մարդկանց կյանքի եւ առողջության պաշտպանությանը կամ նյութական արժեքների պաշտպանությանը։ Դա ոնց որ թե ուղղվածությունն եմ ասում, եւ երբ ասենք իսկ երբ, ապա կասենք ռազմական գործողությունների դեպքում, պատերազմ հայտարարելու դեպքում, օրենքով սահմանված կարգով եւ անմիջական սպառնալիքի դեպքում ռազմական գործողությունների։ Կա եւս մեկ նրբություն, որ դա նաեւ ոչ միայն իրականացումն է այդ պաշտպանության միջոցառումները, ոչ միայն իրականացումն է, այլ նաեւ դրանց նախապատրաստումը։ Հետևաբար կարող ենք ասել, որ դա բնակչության, կյանքի եւ առողջության պաշտպանության, նյութական արժեքների պաշտպանության ուղղված միջոցառումների համակարգ են կամ դրանց նախապատրաստման, պատերազմի, անմիջական սպառնալիքի, ռազմական գործողությունների դեպքում եւ պատերազմ հայտարարելու դեպքում։ Փաստորեն խոսքը վերաբերում է ռազմական գործողությունների դեպքում բնակչության պաշտպանությանը։ Ահա այն բոլոր միջոցառումների համակարգը, որը նախատեսված է բնակչությանը եւ նյութական արժեքներին պաշտպանելուն, ռազմական գործողությունների դեպքում կամ դրանց սպառնալիքի դեպքում նրանք դա համարվում է քաղաքացիական պաշտպանություն։ Շատերին թվում է, թե քաղաքացիական պաշտպանություն դա քաղաքացիների պաշտպանությունն է, չէ։ Դա քաղաքացիական է կոչվում միայն այն պատճառով, որ դա պաշտպանությունն է պատերազմի, ռազմական գործողությունների ազդեցություններից։ Ինչ տարբերություն կա քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջև։ Տեսեք, տարբերությունը շատ մեծ է։ Առաջինը վերաբերում է ռազմական գործողությունների դեպքում բնակչության պաշտպանությանը, երկրորդը վերաբերում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը։ Եթե մենք խոսում ենք արտակարգ իրավիճակների մասին, ապա այնտեղ ասվում է, որ դա մարդկանց կյանքի եւ առողջության, ինչպես նաեւ պետության, քաղաքացու եւ այլ սեփականատերերի ունեցվածքի պաշտպանությանն ուղղված միջոցառումներ են։ Այսինքն այնտեղ ունեցվածքի մասին է խոսում, շենք, շինություն, ունեցվածք։ Այս պատերազմի դեպքում մենք ասում ենք մարդկանց կյանքի եւ նյութական արժեքների, ոչ թե ունեցվածքի, այլ նյութական արժեքների։ Ինչն է պատճառը, որ պատերազմի դեպքում կարող են ռմբակոծվել շենքեր, շինություններ, բնականաբար մենք չենք կարող բոլոր շենքեր, շինությունների պաշտպանության մասին խոսել քաղաքացիական պաշտպանության տեսակետից, բայց այդ շենք, շինության մեջ եղած նյութական արժեքները կարող ենք պաշտպանել։ Օրինակ ասենք, թե Մատենադարանում ձեռագրերը մենք կարող ենք նախորոք պաշտպանել, տեղափոխել եւ թույլ չտալ, որ շենքի փլուզման հետ մեր նյութական արժեքները ոչնչանան։ Սա բավականին լուրջ տարբերություն է։ Երկրորդ տարբերությունն այն է, որ այստեղ մենք խոսում ենք նախապատրաստման մասին, այսինքն կան նախապատրաստվելու միջոցառումներ եւ կան, եթե կա արդեն գործողություններ, պաշտպանվելու միջոցառումներ։ Իսկ արտակարգ իրավիճակներում ոչ թե նախապատրաստական միջոցառումներ են, այլ կանխման, կանխարգելման միջոցառումներ են, որտեղ մենք կարող ենք արտակարգ իրավիճակները կանխել, կանխարգելել, իսկ այստեղ մենք կարող ենք պարզապես պատրաստվել, պատրաստ լինել, որ պատերազմական պայմաններում կարողանանք բնակչության պաշտպանություն իրականացնել։ Այսինքն, եթե մենք նախորոք
չենք պատրաստել, ենթադրենք, թե օդային տագնապ կամ օդային տագնապի ավարտ, ազդանշանների հաղորդումը, ապա բնականաբար պատերազմական պայմաններում չենք կարող դա անել։ Նախապատրաստվել նաև նշանակում է բնակչությանը խաղաղ պայմաններում ուսուցանել, թե որ նշանը ինչ է նշանակում, որի դեպքում ինչ պետք է անել ազդանշանի դեպքում եւ այլն։ Շատ հետաքրքիր տարբերություններ կան։ Մի դեպքում կա փաստորեն կանխման կանխարգելման տարբերություն, հետևանքների նվազեցման տարբերություն, մի դեպքում կա նախապատրաստման գործընթացների իրականացման անհրաժեշտություն, շատ, այսպես ասած, բավականին լուրջ տարբերություններ են դրանք։ Պարոն Մաթևոսյան, ինչպես նշեցի, քաղաքացիական պաշտպանությունը պետք է նախաձեռնել կամ կազմակերպել նախապես, նաև վտանգներից կամ ռազմական դրությունից դուրս խաղաղ պայմաններում։ Մեր երկրում այդ իմաստով ինչ աշխատանքներ են իրականացվել եւ իրականացվում են արդյոք, ինչ դիտարկումներ ունեք։ Գիտեք, մի փոքր ճշտում կատարեմ, քաղաքացիական պաշտպանության իրականացումը դա անընդհատ գործընթաց է, այն իրականացվում է եւ խաղաղ պայմաններում եւ ոչ խաղաղ պայմաններում։ Պարզապես խաղաղ պայմաններում իրականացվում են նախապատրաստական միջոցառումներ, ոչ խաղաղ պայմաններում արդեն օպերատիվ կառավարման միջոցառումներ։ Ինքը անընդհատ process է, իրեն չպետք է բաժանենք մասերի։ Հենց որ բաժանենք մասերի, մենք կտեսնենք, որ պարապ մնալու տեղեր ունենք, բայց իրականում մենք պարապ մնալու տեղեր չունենք, որովհետև խաղաղ պայմաններում բոլոր այն միջոցառումները, որոնք մենք իրականացնելու ենք պատերազմի ժամանակ, նրանք նախապատրաստվում են խաղաղ պայմաններում։ Նույնիսկ խաղաղ պայմաններում նախատեսվում են բոլոր այն պլանները, որոնցով արդեն նշվում է, թե ինչ գործողություններ, ինչ գործընթացներ պետք է իրականացվի կամայական մարմնի կողմից եւ այլն։ Մեր երկրում ինչ է կատարվում։ Մեր երկրում բավականին լուրջ աշխատանքներ են տեղի ունենում եւ շարունակվում են լրջագույն աշխատանքներ տեղի ունենալ, նաեւ դասեր են քաղում այն իրավիճակներից, որոնց մեջ մենք հայտնվում ենք, օրինակ հիմա որոշակի փոփոխություններ են մտցվում իրավական դաշտում, քաղաքացիական պաշտպանության մասին օրենքում, որ ավելի է հստակեցնում կառավարման մարմինների գործառույթները, բայց քանի որ քաղաքացիական պաշտպանությունը դա որևէ կառույցի մենաշնորհ չէ, եւ որևէ մեկի մենաշնորհը չէ, քաղաքացիական պաշտպանությունը բոլորի խնդիրն է, սկսած քաղաքացուց վերջացրած կառավարման ամենաբարձր մարմիններով եւ յուրաքանչյուր կառավարման մարմին, յուրաքանչյուր մակարդակում գտնվող կառույց ունի իր կոնկրետ խնդիրները ռազմական գործողությունների դեպքում բնակչության պաշտպանության ոլորտում։ Պարոն Մաթևոսյան, որ մարմիններն են զբաղվում քաղաքապաշտպանության աշխատանքներով։ Բոլոր մարմիններն են զբաղվում քաղաքապաշտպանության աշխատանքներով։ Օրինակ, ասենք թե պատերազմի դեպքում բնականաբար ունենում ենք տարաբնույթ վիրավորներ, հետևաբար առողջապահության նախարարությունը իր առողջապահական կառույցներով չի կարող պարզապես այս գործընթացներից հեռու մնալ։ Նրանք պլանավորում են, թե գիտեն, թե որտեղ ինչքան մահճակալ տեղեր կան, որտեղ ինչ տեսակի բժշկական գործիքներ կան, սարքավորումներ կան, ինչ մասնագետներ են համալրված, որտեղ ինչ հիվանդների կարող են ընդունել, ինչ տեսակի վիրավորների հետ վերականգնողական եւ այլ, այս ամբողջը պլանավորվում է խաղաղ պայմաններում եւ եթե տեղի ունենան ռազմական գործողություններ, ապա նրանք համաձայն այդ պլանների սկսում են գործել։ Չկա, ես պարզապես սա որպես հետաքրքիր օրինակ բերեցի, չկա որևէ կառույց, որը որ զերծ մնա պատերազմական պայմաններում որոշակի գործընթացների իրականացնելուց, նույնիսկ շինարարական արտադրական կազմակերպությունները ունեն նման գործընթացներ, նրանք պատերազմական պայմաններում պետք է արտադրեն այնպիսի կոնստրուկցիաներ, վերափոխեն իրենց տեխնոլոգիաները, որոնք որ անհրաժեշտ են պատերազմական պայմաններում բնակչության պաշտպանության համար։ Իսկ սովորական քաղաքացիները ինչ պետք է անեն քաղաքապաշտպանության ժամանակ։ Սովորական նրանց դերը։ Գիտեք, բերեք մի հատ ճշտում մտցնեմ, քաղաքապաշտպանության ժամանակ գոյություն չունի, որտեղ քաղաքապաշտպանությունը միջոցառումների համակարգ է։ Եվ օրենքով սահմանված է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին, իրեն
մասնագիտությունից, իր նախասիրություններից ելնելով նայած ինքը ինչ մասնագետ է։ Օրինակ, եթե որևէ տեղ անհրաժեշտ է ժամանակավոր պատասպարան կառուցել եւ սովորական մարդը ունի մի բուլդոզեր իր սեփականն է, ապա նա պետք է պարտավորություն ունի մասնակցելու այդ պաշտպանական փոքրիկ թաքստոցի կառուցմանը։ Այսինքն յուրաքանչյուր քաղաքացի ինքը ունի նաեւ իր գործառույթները, դրանք գուցե իրենց մասշտաբներով մեծ չեն, բայց իրենց մասնակիցներին համապատասխան նրանք ներգրավում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, նույնը կարող են երակցողները լինել, բանվորական ուժը լինի, սովորական մարդիկ, որ ձեռքի աշխատանք կատարեն եւ մասնագիտական եւ ձեռքի, այնպես որ շատ գործընթացներ կան, որտեղ քաղաքացիները ունեն լուրջ անելիքներ։ Որոնք են քաղաքապաշտպանության ձևերը, պարոն Մաթևոսյան։ Տեսեք, ամբողջ աշխարհում գոյություն ունի 3 ձև մարդկանց պաշտպանելու։ Կամ մարդկանց վտանգավոր տարածքից տարհանում ես, անվտանգ տարածք, կամ մարդկանց տարբեր պաշտպանական կառույցներում պատասպարում ես, մինչև վտանգը անցնի, կամ մարդկանց ապահովում ես անհատական պաշտպանության միջոցներով, որով իրենք իրականացնում են իրենց պաշտպանությունը։ Ընդ որում, եթե մենք խոսում ենք անհատական պաշտպանության միջոցների մասին, դա նշանակում է դրանք միջոցներ են, որոնք պաշտպանում են մաշկը, շնչառական ուղիները, հետևաբար նայած ինչ զենք է թշնամու կողմից կիրառվում, դրանից ելնելով էլ համապատասխան անհատական պաշտպանության միջոցներ։ Նույն ձևի անհատական պաշտպանության միջոցներ կարող են լինել առաջին օգնության տարբեր տիպի պայուսակները եւ այլն եւ այլն։ Այսինքն իրենք բաժանվում են տարաբնույթ խմբերի, բայց անհատական պաշտպանության միջոցները հիմնականում նախատեսված են մաշկի եւ շնչառական ուղիների պաշտպանության համար։ Եթե մենք ասում ենք տարհանել, դա նշանակում է վտանգավոր տարածքից ժամանակավոր պետք է մարդկանց տեղափոխել անվտանգ տարածք եւ եթե վտանգը վերանում է, ապա հետ բերել այդտեղ։ Բայց տարհանումը տարբերվում է սովորական գործընթացներից նրանով, որ նաեւ տեղի է ունենում տեղաբաշխում, քանի որ ժամանակավորը կարող է նաեւ ամիսներ տևել, այդտեղ բնակվելը կենսապահովման խնդիրներ, սոցիալական պայմանների ապահովման խնդիրներ, նույնիսկ եթե կա անհրաժեշտություն ճամբարների ձևավորման խնդիրներ, լիքը տարբեր խնդիրներ կան, դրանք կանոնակարգվում են համապատասխան իրավական փաստաթղթերով։ Եվ պատասպարումը, որ մարդկանց պաշտպանելն է, պատասպարելն է տարբեր տեսակի թաքստոցներում, որոնք որ հնարավոր է, որ մարդուն բավականին լուրջ պաշտպանական միջոց հանդիսանա, նույնիսկ տարաբնույթ զենքերի կիրառման դեպքում։ Այ դուք քիչ առաջ հարցրեցիք քաղաքացիները ինչ կարող են անել։ Եթե քաղաքացիները օրինակ Երևան քաղաքում որոշ շենքերում, որտեղ քաղաքացին իջել է եւ իր շենքի նկուղային հարկում կտրտել իրեն համար, չգիտեմ, նկուղ է պատրաստել փոքրիկ, որտեղ լցված են անպետք իրեր եւ երևի տարվա մեջ մեկ անգամ էլ չի մտնում, որ տեսնի թե այդտեղ ինչ է դրված, իսկ մենք գիտենք, որ այո, այդպես է, աղբանոցի նման բան է, հին իրեր բան լցրած նկուղներում։ Նա պետք է հասկանա, որ դրանով ինքը զրկել է իրեն սովորական պաշտպանական կառույցից, ապաստարանից, որտեղ կարող է ռմբակոծությունների ժամանակ գոնե պաշտպանվել։ Տարածքը ամբողջապես ոչնչացված է փաստորեն, լցված լինելով անպետք իրերով։ Այ բնակիչը պետք է ունենա այնքան գիտակցություն, որ ինքը իմանա, որ կամայական տարածք դա օգտակար է բոլորի համար, որտեղ դու միայն քեզ չես զրկում դրանով պաշտպանվելու հնարավորությունից, զրկում ես մի ամբողջ շենքի բնակիչների այդ պաշտպանվելու հնարավորությունից։ Սա նաև այսպես իմիջի այլոց քաղաքացիների կողմից գիտակցության զարգացման կարևորության որպես փոքրիկ մի հարց։ Որոնք են առաջնահերթ միջոցառումները, որոնք անհետաձգելի են համարվում եւ դրանցով պետք է զբաղվել միշտ, անկախ վտանգների լինել-չլինելուց։ Ես ասեմ, որ առաջնահերթ եւ երկրորդնահերթ միջոցառումներ գոյություն չունեն։ Բոլոր միջոցառումները առաջնահերթ են։ Նույնիսկ առաջնահերթ են այնպիսի միջոցառումները, ինչպիսին գիտելիքներն են։ Օրինակ ասենք, մենք ճանաչում ենք արդյոք ժամանակակից զենքերը։
Մենք գիտենք արդյոք, որ ժամանակակից զենքերից բացի կան նաև նոր ֆիզիկական սկզբունքով գործող զենքեր։ Մենք գիտենք արդյոք, թե որոնք են այն ոչ ավանդական զենքերը։ Արդյոք նրանք օգտագործվում են սովորական պայմաններում, թե չէ։ Ինչպիսի ազդեցություն են թողնում մարդկանց վրա։ Մարդը գիտակցում է արդյոք, որ այդ զենքերը ինչ խոցող գործոններ ունեն եւ ինքը ինչքանով է պատրաստ այդ խոցող գործոններից պաշտպանվելու։ Սա մարդու մասին։ Բնականաբար այս հարցերը վերաբերում են նաև կազմակերպություններին, կառավարման մարմիններին, որտեղ նրանք էլ կամ օրինակ տեղական ինքնակառավարման մարմինը, որը որ համայնքի իր համայնքի բնակչության պաշտպանության պետք է զբաղվի, նա նույնպես պետք է իմանա, թե ինչպիսի զենքերի մասին ենք խոսում։ Նրանք, ովքեր որ մեզ հետ կմտնեն պատերազմի մեջ, ինչպիսի զենքեր զինատեսակներ ունեն, ինչ զորամասեր ունեն, ինչ այստեղից ելնելով ինչ խոցող գործոններ կարող ենք մենք ունենալ պատերազմների ժամանակ եւ ինչպես պատրաստվում ենք այդ խոցող գործոններից պաշտպանվելու համար։ Սա է ամենակարևոր խնդիրներից մեկը։ Եվ երբ ես ասում եի, որ կան նախապատրաստական միջոցառումներ, այդ նախապատրաստական միջոցառումների մի մասը վերաբերում է կրթության բլոկին, մի մասը վերաբերում է ուսուցման մասին վերապատրաստումը, եսի նկատի ունեմ, այսինքն կրթությունը իր բոլոր մասերով եւ սովորական զանգվածային լրատվական միջոցների կիրառմամբ մարդկանց մոտ անվտանգության մշակույթի ձևավորման խնդիրներին, որպեսզի մարդիկ տիրապետեն այս տեղեկատվությանը, ինչու որտեվ եթե չեն տիրապետում կամ ընկնում են այդ ոչ ավանդական զենքերի ազդեցության տակ եւ իրենք ընդհանրապես խոչընդոտում են պաշտպանությանը իրենց պահելաձևով կամ ընկնում են խուճապի մեջ եւ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, ինչպիսի զենքեր են կիրառվում, ինչպես պաշտպանվեն, ցեյտնոտային իրավիճակ է առաջանում, բնականաբար դա առաջացնում է խուճապ։ Ընդհանրապես մեր գործընթացներում ամենավտանգավոր երևույթը դա խուճապի առաջացումն է եւ յուրաքանչյուրս պետք է իմանանք, որ քանի որ խուճապը շատ վտանգավոր է, ապա մենք նույնպես մեր գործընթացներով խուճապ չպետք է առաջացնենք։ Եվ տեսեք օրինակ, եթե 21-րդ դարի զենքերի մասին խոսեմ, անծանոթ զենքեր չեն, օրինակ տեղեկատվական զենքերը։ Եվ մարդիկ գիտեն, որ կան նաև տեղեկատվական պատերազմներ, բայց որ յուրաքանչյուր պահի տեղեկատվական զենքեր կիրառվում են եւ նրանք մարդկանց ուղղորդում են ինչ որ մտածողության բաներով, սա ոչ ոք չի կարող շղթել։ Եվ գիտեք, որ կա նաև նոր ուղղություն տեղեկատվական անվտանգության ապահովման եւ այլն, զարգանում է անվտանգության նոր ուղղություն եւ սա պետք է մենք ընկալենք։ Ինչու է ես կազմակերպությունների մասին ասում նաև, որովհետեւ եթե օրինակ թշնամին կարող է կիրառել այնպիսի զենքի տեսակ, ինչպիսին գրաֆիտային զենքն է, որը նախատեսված է միայն ու միայն էլեկտրական ցանցերը շարքից հանելու համար, նշանակում է թշնամին դա կօգտագործի եւ կիրականացնի էներգետիկ ռեսուրսների սղություն, որի պատճառով նորից բնակիչը կընկնի անհանգիստ իրավիճակի մեջ, նորից խուճապի կմատնվի փաստորեն, ապա այն կառույցները, որոնք այդ աշխատանքով են զբաղվում, նրանք պետք է իրենց այդ ցանցերի պաշտպանության խնդիրները նայեն, նախապատրաստեն դրան։ Դա իսկ եթե ինքը չգիտի, որ այդպիսի զենքեր կիրառվում են, դե գիտեք կներեք էլի։ Որտեվ եթե մենք չգիտենք, որ նախկին Հարավսլավիա կոչվող երկրում այդպիսի զենքեր զանգվածային կիրառեցին եւ բնակչությունը բարոյալքման ենթարկեցին, ապա գոնե այս հաղորդումից հետո թող իմանան, որ դեռևս 20 տարի առաջ, 30 տարի առաջ նման զենքեր կիրառվել են։ Եվ մենք պետք է դրանից տեղյակ լինենք։ Ես ոչ թե ասում եմ վախենալու համար, չէ։ Եթե չգիտես կվախենաս։ Խուճապի կմատնվես, եթե գիտես, ճանաչում ես, ապա նաև գիտես այդ խոցող գործոնից ինչպես կարելի է պաշտպանվել, ինչ կա դրա մեջ։ Հիմա այսպիսի պայմաններ են, այսպիսի պայմաններում մենք պետք է կարողանանք մեր անվտանգությունը ապահովենք։ Եվ ամփոփելով այսօրվա զրույցը եւս մեկ անգամ հիշեցրեք, խնդրում եմ քաղաքացիական պաշտպանության հիմնական համարվող միջոցառումները։ Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումները երկու խմբի են բաժանվում։ Դա առանցին հաղորդման մենք կներկայացնենք, նախապատրաստական միջոցառումներն են եւ հիմնական միջոցառումները։ Հիմնական միջոցառումները իրականացվում են ռազմական գործողությունների դեպքում
Նախապատրաստական միջոցառումները իրականացվում են խաղաղ պայմաններում։ Օրինակ, ասենք թե եթե մենք ասում ենք հիմնական միջոցառում, եթե կա հարվածի վտանգ, ապա մարդիկ օդային տագնապ լսելով գնում են իրենց ապաստարաններում, թաքնվում կամ պատասպարաններում, խաղաղ պայմաններում պետք է այդ պատասպարանները ձևավորել, ունենալ, մաքուր վիճակում պահել, որ կարողանաս այն ժամանակ էլ դա անես։ Դրա համար այդ բոլոր միջոցառումները իրար հետ համընկնում են, բայց պետք է ձեզ ասեմ, որ դրանք 17-ից ավելի միջոցառումներ են։ Շնորհակալություն, պարոն Մաթևոսյան, թեման շարունակական է լինելու, այնպես որ սիրելի ունկնդիրներ, մեզ միացեք նաև հաջորդ շաբաթ, հարցերի դեպքում զանգահարեք 091 75 03 42 կամ գրեք Ռադիո Արևիկի Facebook-յան էջին։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանի հետ։ Զրույցը վարեց Տաթևիկ Շատյանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ 911